Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները, խորհրդարանը հյուրընկալել է դպրոցականների և քոլեջի սաների։ Բարև ձեզ, բարի գալուս։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տատանվում է հյուրերի ներկայությամբ արտահայտվել, թե ոչ։ Ի վերջո Սիմոնյանն ամբիոնի մոտ է, ինչն է զայրացրել ԱԺ նախագահին։ Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնեմ օրինակ երկու պատգամավորի հետ, որոնք այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում են։ Օրինակ մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված եւ լավ անձնավորություն է, եւ երկրորդ անձնավորությունը ուզում եմ ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ Ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրանց տուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն է ալնում։ Տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փող է պահանջում։ Կարա տանի Սերժ Սարգսյանից տուն, կամ Սերժ Սարգսյանի փեսու տուն, կամ այն մյուս փեսու տուն, կամ աղբոր տուն, որ այդ օգնականը իմանա լափելը որն է։ Ալեն Սիմոնյանը սպառնաց չսխալվել, հակառակ դեպքում բոլորն օրենքի առաջ պատասխան կտան։ Մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք։ Բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք։ Հանկարծ չսխալվեք։ Մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք։ Ես բոլորի անունից ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ, կրկնում եմ, նախընտրական process է սկսվում, հանկարծ չսխալվեք։ Տեղեկացնենք, ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը բոյկոտել է նիստը Ալեն Սիմոնյանին, ընդդիմադիր մյուս թևից պատիվ ունեմ խմբակցությունից չհակադարձեցին։ ԱԺ-ն քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը։ Օրենքների փոփոխությունները վերաբերվում էր չվճարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման նոր համակարգին, պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգին եւ դրոշմանիշային վճարների հաշվառման համակարգին, հաշվի առնելով որոշ տեխնիկական եւ ընթացակարգային խնդիրները առաջարկում ենք 6 ամսով հետաձգել օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը կատարողական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն է ներկայացնում։ Առաջարկում ենք թվայնացման աշխատանքներով պայմանավորված դատարանների եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև կապուղիների ներդրման ժամկետը վերանայել եւ միևնույն ժամանակ անցումային դրույթներով հստակեցնել կատարողական ծախսերի գանձման հետ կապված հարցերը կապված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված եւ դրանից առաջ հարուցված կատարողական վարույթների հետ նախագծերի հետ կապված առաջարկ ենք ներկայացրել անցումային դրույթներում այս կարգավորումը հստակեցնելու եւ խմբագրելու առումով ոչ բովանդակային, այլ հստակեցման տեսանկյունից։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց արտահերթ նիստի ընթացքում քննարկված հարցերը։ Կողմ 64 դեմ 2 ձեռնպահին։ Այսպիսով երեխաների ծննդյան միանվագ նպաստը կլինի 500,000 դրամ, Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների դեպքում այսուհետև կգործի 112 հեռախոսահամարը, ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետազոտական ստորաբաժանում եւ քվեարկության արդյունքում հաստատվեց Հայաստանում առողջապահության ապահովագրությունը պարտադիր դարձնելու հարցը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։